Բարևներ բոլորին։ Ժողովուրդ ջան, ինչպես հիշում եք, ես Կիրովականից գտել էի մի խխունջ։ Ու մի հատ շատ հավես ու շատ մեծ խխունջ են գտել, որին լայվի մեջ դուք անվանեցիք Թակուր։ Եվ շատերը ինձ գրում էին, արդյոք նա ողջ է։ Այո, ողջ է։ Եվ առավել ասեմ, նա ապրում է այս բնան մեջ։ Եթե տեսանյութը մինչև վերջ նայեք, ապա կհասկանաք, թե ինչ բուն ենք պատրաստել նրա համար։ Եվ ուրեմն եկեք սկսենք պատրաստելը, ահա մեր իրերը, թե ինչ ունենք։ Հուսամ այս իրերով մենք կարողանանք պատրաստել ամենալավ տնակը մեր Չակորի համար։ Եվ ուրեմն ուզում եմ ասել, որ մեզ շատ քիչ է մնացել 10,000 հետևորդի համար։ Ուղղակի այ հենց դու, եթե բաժանորդագրվես, մենք շուտ կհասնենք 10,000 հետևորդ։ Խնդրում եմ քեզ, բաժանորդագրվիր, նոր նայիր տեսանյութը։ Իսկ տեսեք իրականում միտքը որն է, քանի որ մենք ունենք ակվարիում, ահա ակվարիումը, ես ուզում եմ սրա մեջ հավաքենք շատ սիրուն կոմպոզիցիա։ Դե ինչպես տեսնում եք, սրանք ունենք, այս ամեն ինչ ունենք, բայց չունենք խոտ։ Դրա համար եկեք գնանք այգի։ Ժողովուրդ ջան, մենք հենց հիմա գտնվում ենք մեր այգում, որտեղից կտրելու ենք խոտ ու տանելու ենք բնան համար։ Եկեք միասին կտրենք խոտը։ Դե ինչ խոտը կտրեցինք, տեղափոխվենք մեր ավազի մոտ։ Դե ինչ ժողովուրդ ջան, ես հենց հիմա գտնվում եմ մեր ավազի վրա ու այստեղ կան լիքը քարեր։ Ուրեմն ես ասեմ, YouTube-ով տեսել եմ մի հետաքրքիր տնան միտք։ Ուրեմն ինձ համար պետքա մեծ քար ու ես սա նկատել եմ։ Եկեք անպայման սա վերցնենք, որովհետև չգիտեմ, տեսախցիկով փոխանցում է թե գույնը շատ հետաքրքիր է։ Եվ պուճուր քարեր է նաև պետք, պուճուր քարեր։ Հարցը հետաքրքիր է, պուճուր քարեր։ Մնաց գտնենք, ժողովուրդ։ Մի վարքյան, այս քարը կվերցնենք։ Երկու հատ էլ դեռ պետք է։ Սա կվերցնենք։ Այս ինչ է։ Չէ, սա հաստ է։ Ինչ վերցնենք, ժողովուրդ։ Մեծ է։ Հետևաբար մենք վերցնենք այսը, վերջ տեղափոխվենք տուն։ Եվ ժողովուրդ ջան, ես արդեն տեղում եմ ու ահա տեսեք ինչքան խոտ եմ բերել։ Ուրեմն հիմա պետք է այս ամբողջ հատակը լցվի խոտով։ Ուրեմն հիմա պետք է այս ամբողջ հատակը լցվի խոտով։ Այսպես լավ շատ վերցնում ենք։ Ասում ենք լցնելուն, ուսանք չի պակասի։ Ուղղակի ես չէի հաշվարկել ու ես չգիտեմ սրանք ոնց եմ դնելու, եթե արդեն խոտը լցրել եմ։ Ժողովուրդ ջան, ես հասկացա, որ շատ սխալ էր խոտը մեջը ու դրա համար ես 15 րոպե ծախսել եմ, հանել եմ ու սրանք կպցրել եմ ու նաև արհեստական բանականությունը հարցրել եմ, թե ոնց անենք, որ ինքը շուտ չպոկվի։ Հաջորդը որը արժի դնել։ Մենք այստեղ տեսա մեջտեղն է դրվում, առանց կճուկի ասա։ Այսպես։ Սա այսպես է դրվում։ Ուրեմն սա կպցնենք երևի այստեղ, եկեք կպցնենք, սա հանենք, նոր կպցնենք էլի, եվս կպցրեցինք, այսա ուզում եմ լինի կամ սրանց հետ, եկեք սրանց հետ դնենք էլի, դեռ այս տեսքն ունենք, այստեղ ունենք չորացած ծառ, որը կդնենք այստեղ, և սա կդնենք և այստեղ, ուրեմն սա դրվում է այստեղ, դնում ենք այստեղ։ Ժողովուրդ ջան, մենք արդեն պատրաստել ենք, ուրեմն տեսեք քարով իբր տուն է տանում։ Հուսով եմ ձեր դուրը եկավ, եթե այդպես է մեկնաբանություններում խնդրում եմ գնահատեք բունը 1-ից 10 բալային համակարգով, ես կսպասեմ եւ ասեք ինչ արժի ավելացնել, ինչ ոչ։ Իսկ հիմա գնանք եւ խխունջին բերենք այստեղ։ Ժողովուրդ ջան, ինչպես հասկացանք, խխունջը ներսում է, ահա տեսեք, ինձ թվում է զարմացել է։ Չակոր, քեզ դուր եկավ բունը։ Հա, դուր եկավ։ Ժողովուրդ դուրս է եկել, զարմացել է։ Ինձ թվում է իր դուրը շատ է եկել։ Հիմա եկեք մի հատ բունը տեսնենք շատ սիրուն կադրերով ու նրան կերակրենք իր ամենասիրելի ուտելիքը։ Գուշակեք որն է մեկնաբանություններում։ Գուշակեցիք իհարկե կաղամբը։ Նա գժվում է կաղամբի համար ու հիմա
մի մայրիկը կկտրտի կաղամբը, իսկ ես մի հատ սիրուն մերչակորին կնկարեմ։ Ահա կաղամբը ինձ մոտ է ու քանի որ ես էլ եմ կաղամբ շատ սիրում, եկեք լավ կաղամբա։ Իրակերը միշտ դնելու ենք անստեղ քարերի վրա, իրա որսի տեղն անիներ, ուսա հատուկ էի պատրաստել։ Շատ չեմ դնի, որ չփչանա եւ եկեք ծածկենք։ Ծածկենք։